Այսօր եկեք հասկանանք, որ մենք հրեշտակներ ենք, որոնք մեր մեղքերի պատճառով վտարվեցին երկնքից։ Եկեք անցնենք Ղուկասի ավետարանի 19-րդ գլխի 10-րդ համարին։ Այնտեղ ասվում է. որովհետև մարդու որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Հիսուսի երկիր գալու պատճառը կորածներին փնտրելն ու փրկելն էր։ Եկեք անդրադառնանք Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխի զուգորդված համարին, սա կրկին հաստատելու համար։ Եկեք անցնենք 9-րդ գլխի 12-րդ համարին։ Այնտեղ ասվում է. բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ, որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, բայց ո՞ն կանչեց նա, այլ մեղավորներին։ Այլ կերպ ասած, բոլոր մարդիկ մեղավորներ են, ովքեր կորել են երկնքից։ Աստծո սուրբ կամքն էր երկնքից գտնել կորած մեղավորներին, նրանց ապաշխարության փրկության առաջնորդելու համար։ Մատթեոսի 9-րդ գլխի համաձայն նա ասաց. ես եկա մեղավորներին կանչելու։ Ապա եկեք պարզենք մեր մեղքի աստիճանը, դիմելով Հռոմեացիներին գլուխ 6-ին։ Երբ կարդում ենք 6-րդ գլխի 20-րդ համարը, այնտեղ ասվում է. որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։ Արդ այն ժամանակ ինչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, դրա վերջը հավիտենական կյանքն է։ Որովհետև մեղքի հատուցումը, ի՞նչը, մահն է։ Այնտեղ ասվում է, որ մեղքի հատուցումը մահն է։ Իրավական տեսանկյունից մեր մեղքի արդյունքը մահապատիժն էր։ Դա նշանակում է, որ մեր մեղքը պետք է որ ծանր լիներ, այնպես չէ՞։ Դատարանում մահապատիժ է նշանակվում նրանց համար, ովքեր կատարել են այնքան ծանր հանցագործություն, որ այն աններելի է։ Երկնքում մեր գործած մեղքը, անկասկած, շատ ծանր էր։ Որպես օրինակ, Աստված սա մեզ ցույց տվեց Բաբելոնի թագավորի միջոցով։ Եկեք տեսնենք սա Եսայի 14-րդ գլխում, 14-րդ գլուխ, 12-րդ համար։ Այնտեղ ասվում է. ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան արուսյակ աշալույսի որդի, գետնին տապալվեցիր։ Դու, որ ստորացնում էիր ազգերին։ Ինքդ ասում էիր քո սրտում. երկինք կելնեմ, իմ գահը գտնեմ Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում։ Կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին։ Նրա օրինակով մեր գործած մեղքը Աստծո գահը զավթելու փորձ էր։ Այլ կերպ ասած, մենք նույնպես դավաճանություն գործեցինք առավոտյան աստղի, աշալույսի որդու հետ միասին։ Հայտնություն 12-րդ գլուխ համաձայն և երկնքում պատերազմ եղավ։ Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակներս պատերազմեցին։ Աստվածաշնչում նկարագրված տեսարանն ասում է. Սատանան երկրի վրա ընկավ, նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Երկնքում մեր գործած մեղքը մեզ Աստծո հետ նույն դիրքին բարձրացնելն էր։ Նրանք, ովքեր ներգրավված էին առավոտյան աստղի, աշալույսի որդու, Աստծո գահը զավթելու ծրագրի մեջ, ուղղակիորեն թե անուղղակիորեն, բոլորը վտարվեցին երկիր։ Ամբողջ մարդկությունը մահապատժի ենթարկվեց, երբ նրանց արտաքսեցին երկիր։ Այս պատճառով Հիսուսն ասաց, որ ինքը երկիր չի եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Մեղավորների մեջ կային երկնային զավակներ, որոնք անգիտակցաբար ներգրավված էին եղել ապստամբության մեջ։
Աստված հաստատեց ուխտը, որը մեզ հնարավորություն է տալիս ապաշխարել ներվել մեր մեղքերի համար։ 또 하늘의 그 모든 죄를 없이 할 수 있는 언약을 하나님께서 세우시게 된 것입니다. Եկեք տեսնենք Եփեսացիներին առաջին գլուխ, իմանալու համար այն ուխտի մասին, որը հաստատվեց մեր մեղքերը վերացնելու համար։ Եկեք անցնենք Եփեսացիներին ուղված նամակի առաջին գլխի 7-րդ համարին։ Այնտեղ ասվում է. Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով։ Ինչ? Մեղքերի թողություն, համաձայն իր շնորհի առատության։ Մենք ներված ենք Հիսուսի արյան միջոցով։ Ինչպես կարող ենք ընդունել մեղքերի թողություն տվող արյունը։ Եկեք անցնենք Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխի 17-րդ համարին։ Այնտեղ ասվում է. Բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին նրան հարցրին. Որտեղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք։ Նա ասաց. Գնացեք քաղաք, այսինչ մարդու մոտ, ու նրան ասեք, վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտ է, իմ աշակերտների հետ զատիկը քեզ մոտ եմ տոնելու։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, պատրաստեցին զատկական ընթրիքը։ Այսպես Աստված պատրաստեց զատիկը։ Եկեք անցնենք այն տեսարանին, որտեղ նրանք կերան զատիկը, որը նկարագրված է 26-րդ համարում։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին ասաց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց ասաց. Բոլորդ խմեք դրանից, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի։ Ինչի? Համար, մեղքերի թողության համար։ Այսպես Քրիստոսը մեզ սովորեցրեց մեղքերի թողություն ստանալ։ Նրա արյան միջոցով մեղքերի թողության խոստումը կարելի է գտնել զատկի տոնի ժամանակ։ Ըստ Ղուկասի 22-րդ գլուխ, Աստծո կողմից մեզ տրված ուխտը մեղքերի թողության համար նոր ուխտ է։ Եկեք տեսնենք 7-րդ համարը։ Այնտեղ ասվում է. Եվ եկավ բաղարջակերած տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ Հիսուսը Պետրոսին Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. Գնացեք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստեք, որ ուտենք։ Եկեք անցնենք 19-րդ համարին։ Այնտեղ ասվում է. Եվ հացը վերցնելով գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Ինչ ասաց նա։ Միթե նա մեզ դա անել չի սովորեցրել։ Այս արեք ի հիշատակ ինձ։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. Այս բաժակը, ինչը։ Նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Եթե մենք չպահենք նոր ուխտը, չենք կարող ստանալ մեր մեղքերի թողությունը։ Այլ կերպ ասած, մենք չենք կարող խուսափել այն ծանր մեղքից, որը գործել ենք երկնքում։ Եղբայրներ, քույրեր, եկեք հավիտենական գովեստ մատուցենք հորն ու մորը նրանց շնորհի համար, քանի որ նրանք չլքեցին մեզ երկնային մեղավորներիս, այլ տարան մեզ Սիոն, որտեղ պահվում է նոր ուխտի ճշմարտությունը։ Ես կցանկանայի այսօրվա քարոզը եզրափակել։ Շատ շնորհակալ եմ։